Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր հյուր եւ Կենտրոն հեռուստաընկերությունը աշնանային իր նոր եթերաշրջանում ի թիվս մի շարք նոր նախագծերի ունի շատ տարբեր հետաքրքիր պրոյեկտներ, նախագծեր եւ դրանցից մեկը հենց համի գաղտնիքը հաղորդաշարն է եւ այս առիթով մենք հյուրընկալել ենք գեղեցկուհի, հաղորդավարուհի, բլոգեր Շաղիկին։ Բարի լույս, բարի առավոտ Շաղիկ ջան։ Բարի լույս, սիրելիներ։ Բարի լույս, մենք կողմնորոշվենք հաղորդավարուհի, բլոգեր, գեղեցկուհի։ Երեքը մեկում։ Երեքը մեկում։ Գրինի, it's okay։ It's okay։ Ինչպես ենք։ Լավ ենք, մի քիչ լավ չեմ առողջական, բայց ամենբարակայի լավ եմ։ It's okay, բան, մի դե ջերմություն։ Հին պապական տենց խոսք է, երբ փոքր էինք, տակ էինք հագնվում, որ չմրսենք։ Մեծացանք, տակ ենք հագնվում, որ չմրսեցնենք։ Այնպես որ շատ տակ հագնվեք, մի խափնվեք այս մեր եղանակին։ Դուք արևային մարդեք, թե սիրում եք այդ անձրևը։ Շատ արևային։ Արավոտ եւ արևային։ Բա ինչ ես ու մի համով բան չէիք պատրաստել ձեր սենց համեղ ձեռքերով սենց բերեիք, վայելեինք։ Մենք այսօր ասեցինք մի հատ արավոտը իրար հետ կսկսի մեր օրը ու հետո համով բաները պատրաստելու ենք։ Եթե գուզեք կարակ մնաք ու մեր հետ համով բաները ուտեք, փորձեք։ Շաղիկ ջան, ո՞րն է գաղափարը ձեր հաղորդման հիմնական, այն կարևորագույնը։ Հիմնական առաջի գաղափարը ոնց եղել է առաջի օրվանից, ուզում եմ մարդոց ներշնչեմ ու մարդոց ոգևորեմ, որ իրենք դանը պատրաստեն համովություններ ու իրանց ցույց տամ, որ հեշտ է ու մի վախենակ կամ եթե չգիտեք կարող եք անել, լավ չանել, հետո լավը անել, քանի որ իմ համար շատ կարևոր է, որ դան մեջ մայրը կամ գինը անպայման իր համով ուտելիքը պատրաստի իր երեխեքին կամ իր դան համար։ Կարող ես ամեն օր չանես, բայց գոնե շաբաթը 1 կամ 2 պետք է այդ տաքությունը տեսնեն քո ընտանիքը, քանի որ դու դրանով սեր ես տալիս։ Ու քանի որ ես սիրում եմ սեր տալ, փախտես բերելա որ իմ ուտելիքի ճամփով եմ ուզում տամ մարդոց ու շատ սեր եմ թվում իրան մեջ, այսինքն եւ դան պատրաստած ժամանակս իմ ընտանիքի եւ ընկերների համար եւ բաղադրատոմ սերը որ տալիս եմ համայն աշխարհին, դրանով սեր եմ փաշխում։ Շատ լավ, ինչ սպասենք նոր եթերաշրջանում, հա, որովհետև սենց շատ լավ էներգիայով, գունեղ, համեղ սկսում ենք ամեն բան։ Իրականում համով բաներ ենք պատրաստելու, շատ բազմազան մթերքներ եմ օգտագործում, ընդհանրապես միսի տեսակները, պրոտեինի տեսակները, փանջարեղեն, կանաչեղեն եւ այլն։ Չգիտեմ, ուղղակի համովություն, արագ պատրաստել մարդոց սովորացնել ու իրանց հետ շփվել։ Օրինակ համաձայն եք, ասում են, դե այդպես են պնդում, որ դե խոհարաների մեծամասնությունը տղամարդիկ են։ Ասում են, որ տղամարդու ձեռքը ավելի համեղ է։ Դա այդպես է թե ոչ։ Համաձայն եք։ Իրականում այս սրանից առաջ էլ ինչ որ հարցազրույցի ինձ հարցրել են այս հարցումը, բայց ինձանից էին սովորել դրա համար։ Իրականում համաձայն չեմ, քանի որ որևէ մեկ գործի մեջ կա եւ աղջիկ եւ դղա, այսինքն երկու տեսակին է լավը ընող գա եւ շատ լավը ընող գա։ Սո եթե օրինակ իմ մեջս է, ես կյանքում այնս ամեն ինչը որ սկսել եմ բաղադրատոմսով չեմ սկսած, ես ուզել եմ այս ինչը իրար հետ համադրեմ ու ստացել եմ։ Այո, անշուշտ որ մի քանի անգամ չեմ ստացել, բայց այդ երևակայությունը որ քո մեջ շատ ուժեղ է, այդ դրանով ես դու առաջ գնում ու այդ խոհարարական մասը, եթե այդ չունես, ինչքան էլ լավ սովորես, academically համաշխարհային խոհարարական դպրոցներ գնաս, չես կարող անել։ Ո՞րն է այն կարևոր բաղադրիչը, առանց որի այս հաղորդումը չեն կարող պատկերացնել։ Ժպիտ։ Աշխատավարձ։ Ժպիտ երևի, ուրախություն, պոզիտիվ։ Բայց նաև ես ուզում եմ նշել, գիտեք, յուրաքանչյուր հաղորդման մեջքին, հա, այսպես ասեմ, տեսախցիկից այն կողմ։ Մի մեծ թիմ է միշտ լինում։ Մի մեծ մի պատկերացրեք 54 հոգի, դա կարող է լինել 4 հոգի, բայց իսկապես դա արդեն մեծ թիմ է։ Այ ես կուզեի խոսենք ձեր թիմի մասին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ամեն ինչի պատրաստ է, որպեսզի հաղորդումը մաքսիմալ իդեալական հնարավորինս լինի ու եկեք հիշենք, երբ որ դուք ստացաք առաջարկը համի գաղտնիքում հայտնվելու։ Դա ձեր համար անսպասելի էր, թե ոչ։ Շատ կարևոր բան եք ասում, ուրեմն ես հասել եմ իմ կյանքում այն մակարդակին, որ արդեն փորձ ունեմ ես ինչ որ TV-ով կամ հեռուստաընկերությամբ բաղադրատոմս պատրաստել եւ շփվել Սո ինքը պետքա լիներ շատ կրեատիվ ու ոչ սահմաններով։
ու իմ ընկերները, գործընկերները Լիլիթի եւ Մոխոն դենց մարդիկ են, որ մենք առաջի հանդիպումից ես ինչ ասում եմ իրենք, հա, դենց ենք ուզում, իրենք են ասում, հա, մենք ավելի կենթանի առանց սցենարների։ Քանի որ ընդհանրապես դու գիտես TV-ները limitation են ունենում, սահմանափակում, որ sense կարելի է ասել չանենք, ու հետո ես չեմ սիրում այդ sense քարագուսի ինչ որ ովևէ մեկ հաղորդում, ոչ թե միան խոհարարական։ Ու երբ որ դեսա այդ պատրաստակամությունը, որ իրենք ամեն տեսակի նույնիսկ խնդություն կարանանեն, որովհետև ես շատ բարձ եմ, այսինքն եթերի ժամանակ, ու երբ որ մարդիկ քո այդ սահմանափակումները հանում են, դու ավելի ես ստեղծագործ դառնում, ու դրանով իրենք շատ լավն են, ու ընդհանրապես բոլոր թիմը, այսինքն ոչ մի խոչընդոտ չի լինում, որ ինչ որ գաղափար իրականացնենք։ Որովհետև շատ ճիշտ եք, եթե ինչ-որ բան արհեստական է, հեռուստադիտողը միանգամից նկատում զգում է, որ ամեն ինչ պլանով։ Նա մանավանդ խոհանոցային հաղորդման մեջ ըստ իս դժվար է սցենարով մշակված գնալ, որովհետև ամեն ինչ կարող է փոխվել։ Այո, նույնիսկ բաղադրատոմսը փոխում վերջի վարքյանով, ինչ որ սպասելիքիդ համապատասխան չեղավ թթումը կամ չգիտեմ ինչը, այդ էլ արդեն խոհարարի փանից է, հմտությունից է, որ ինքը մի րոպեում բաղադրատոմս փոխի ըստ իրավիճակի, ըստ պետքի։ Սո դրա համար դու միշտ պատրաստ պիտի լինես ակնարկալների։ Դե անակնկալներն էլ ես վստահ եմ, որ շատ են լինելու այս եթերաշրջանում, բայց կխնդրեմ, ճիշտ է, նման հարցեր տալը միգուցե սխալ է, որտեղ օրինակ ինձ որ հարցն ասեն, քո ամենասիրելի ուտեստը որն է, դու կարող ես այդ հարցին պատասխանել։ Իրականում միշտ ասել եմ, իրականում լիստը շատ երկար է, բայց կարող եմ մի 3 բան ասել, որ շատ եմ սիրում։ Առաջինը մածունով գոլոլակներն են, որը շատ Մածունով գոլոլակներ։ Այո, որը շատ հայտնի դարձավ, ու մենք պատրաստել ենք իմ ընկերների հետ ու իմ ռեստորանում գա այդ ուտելիքը, ինքը դες բզդիկ կուֆտաներ են, կարող ենք ասել գարակով, թուրսի բադյանը միսով եւ բլորով է, իսկ ճուրը սպասի ճուրի պես է, մեջը անուխ։ Ինքը ինքան համով ջաշ է ու թեթևա, բայց կշտացնող է ու շատ կոմֆորտ է տալիս։ Էդի առաջինն է, որ ես հայկական եմ համարում։ Իսկ քյուֆտայի մասին է խոսքը։ Չէ, մածունով քյուֆտա ճուրի, սոբասով, գոլոլակներով մածունով, երկրորդը մանթին է։ Մանթին ոչ մի բանով չեմ փոխի։ Մեկ էլ հայկական սուբյուրակը, որը բանիրներ են շերտավոր, sense բանիր, խմոր, այդ իր խմորը հատուկ ձև ունի պատրաստելու, sense դնում ես ջուրի մեջ հանում ես ու շերտերը հավաքում ես։ Okay, ինձ հետաքրքիր բաղադրատոմսերի ընտրությունն ինչպես է կանում, այ Լիլիթը Մոխոն այդ դեպքում կարող պարտադրում են, թե դուք ասում եք ոչ, ես ընտրել եմ սա, պետք է լինի հենց սա։ Ճիշտն ասած, իրենք ադ մասը, իրենք որովհետև արդեն անում են իրենց մասը իդեալական, այսինքն իրենք production-ի կողմը եւ ամեն ինչի կողմը իրենք անում են իրանցը։ Ու իրանք հնարավորություն են տալիս իմ մասը, որ ես եմ մասնակետ, ինչ ուզեմ անեմ, ինչ ճաշ ուզեմ պատրաստեմ։ Անշուշտ մեկ-մեկ սպոնսորներ ունենք, որ պետք է հարկեմ իրանց ներկայությունը։ Մեր եթերում չխոսակ իրենց մասին։ Անունները գարամ չիտեմ, բայց ասեմ, որ պետք է որ այդ սպոնսորի ապրանքները օգտագործես, այնտեղ մի քիչ փոփոխություններ ես անում քո բաղադրատոմսին, որ իրանց ապրանքը անպայման օգտագործես ու ցույց տաս։ Կամ հագարակը, արդեն գիտես որ պետք ունիս այս ինչ ապրանքին, օգտագործում ես ու սպոնսորը ուրախանում է։ Խոսեցիք սպոնսորներից, ես փոքր պատմություն դեպք հիշեցի մեր եթերներից մեկի ժամանակ, եթերի ժամանակ, ուղիղ եթերի ընթացքում գործընկերոջ տարաներն ա դրված ապրանքը, որ պետք է ներկայացնենք, եւ ես մեծ հաճույքով վերցնում կաթրամթերք, ասում եմ, այս կաթրամթերքը ինձ էներգիա է տալիս, ուժ է տալիս, ես ամեն օր պետք է փորձեմ առավոտյան պետք է ես գիտեմ թե դա թաներ։ Ես ու ինձ վերջին վարքյանին ես ուզում եմ արդեն հուշեն որ մի խմի, ես երբ որ մոտիկ եմ տանում, զգում եմ որ մեջը կաթ չէր։ Հա, ջուր են լցրել, ուղղակի շիշ։ Լավ կլներ ջուր լիներ։ Էմուլսիա էր մեջը լցրած բարձրապես։ Ու դու պայքասում եք, ես եթերում գրեթե արդեն խմում եմ ու ես ստիպված ձև տվեցի, թե իբրև ես խմեցի, հետո դրեցի։ Այդ նմանատիպ պատմություններ ձեր նկարում ընթացքում լինում են։ Ինչ որ մենք իրականում մեջը այդ ապրանքն է, որը պետք է օգտագործենք։ Անվախ ես բացում եմ սարնարանը մի հատ խմում եմ, ուտում եմ, կարող է եւ եթերի ժամանակ ինչ որ բան խմեմ կամ ուտեմ, արդեն այդ անակնկալները չունենք։ Вообще ամեն դուպերը իրանց իդեալական հաղորդում է, իդեալական հաղորդավարու հետ։ Շնորհակալ ենք շատ, ես վստահ եմ, որ միգուցե Մոխոն եւ Լիլիթը կամ Մոխոն մտածեն եւ մի օր մտածեն, ասեն կարող է հյուր լինել մեր խոհանոցում եւ կարող է կանչենք Անահիտին կամ Կարենին, մի բան պատրաստենք իրանց հետ։ Նման առաջարկների առաջինը մեր անունները տվեք։ Ամեն բարակայ դուք հյուր չեք, դանդեր եք, որովհետեւ մեր դնից անդամներ եք, դուք երբ որ ուզեք հրավեր պետք չունեք, երբ որ ուզեք կարող եք հրամել մեր հաղորդման ու մեր հետ հանդեսել այդ համովությունները։
Շնորհակալություն Շաղիկ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, երկու օրերը կարող ենք հիշեցնել։ Երկուշաբթիից ուրբաթ ամեն օր ժամը 5-ին կամ 17:00 երկրորդ կես, մեկ էլ այդ նույնը գրգռություն է տալիս առավոտը ժամը 9-ին։ Այսինքն եթե կեսօրը հետո չեն հասցնում, առավոտը նայում են ու գնում են իրանց գործին։ Իսկ ինչ խորտ կտակ մեր հեռուստադիտողին աշնանային օրերը ել ավելի գունեղ եւ ժպիտով անցկացնեն։ Քիչ կերեք մարզվեք։ Ուդելիքի կողմ է։ Ցանկացած։ Ձեր սրտի խոսքը։ Սիրենք միմյանց եւ սերը ցույց տանք, ոչ թե սիրենք մեր համար, այլ սիրենք եւ ցույց տանք, որ մենք սիրում ենք ու այդ բարերը օգտագործենք ու մաքսիմում մեր գործերով եւ մեր բարերով ցույց տանք դիմացինին ինչքան ենք սիրում։ Շնորհակալ ենք շատ։ Կենտրոն հեռուստաընկերության եթերացանկում հայտնվել է համի գաղտնիք ամենահամեղ հաղորդումը ամենահամեղ հաղորդավարու հետ Շաղիկ է։ Շնորհակալ ենք շատ, որ եկաք մեր մոտ, ձեզ լավորվա շարունակություն։ Իսկ մեր եթերն ավարտվեց Անահիտ։ Ցավոք։ Մնացեք մեզ հետ։